Բարելիս բարեկամներ, լավ լուրեր ունենք պետական շահերի պաշտպանության տեսանկյունից, Ծաղկաձորի Ճոպանուղին, Լեռնադահուկային համալիրը վերադարձվելու է պետությանը Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեից, որը գիտենք ում կողմից է կառավարվում, Ծառուկյան Գագիկի։ Այս պատմությունը բավական երկարատև է եղել, մենք 18 թվականին գալով իշխանության եւ ուսումնասիրելով տարբեր պրոցեսներ մինչ դա տեղի ունեցած հասկացել ենք, որ այս գործընթացը ապօրինի է իրականացվել ժամանակին ՀԱՕԿ-ին տրամադրելու, որովհետև կառավարության որոշմամբ սահմանված է եղել, թե ում պետք է այն տրամադրվի, բայց պարզվել է, որ արանքում մասնավոր կազմակերպություններ են հայտնվել, երբ որ որոշումը կայացվել է, եւ մենք դիմել ենք դատախազությանը, որպեսզի քրեական գործ հարուցվի այս մասով, սակայն քրեական գործի համար վաղեմության ժամկետները անցած են եղել եւ դատախազությունը որոշել է պետական շահերի պաշտպանության մեխանիզմով այն հետ վերադարձնել եւ մենք արդեն ունենք դատարանի վճիռ, ուսով եմ այն ուժի մեջ կմտնի շուտով եւ համալիրը կվերադարձվի պետությանը, որը որ կտրվի արդեն կամ նորմալ կառավարման, ուսով եմ միջազգային կազմակերպության կամ մենք ինքներս այն կկառավարենք, որովհետև Ծաղկաձոր համայնքի ըստ էության ամբողջ զբոսաշրջությունը այս համալիրի շուրջ է կառուցված եւ մենք վերջի տարիներին տեսնում ենք, որ հատկապես Մայլերի գործարկումից հետո այստեղ գործերը այնքան էլ լավ չէ, ես ինքս լինելով ինտենսիվ դահուկորդ վերջի 2 տարիներին ոչ մի անգամ Ծաղկաձորում չեմ եղել որպես դահուկորդ, որովհետև այնտեղ պայմանները պարզապես հեռու են ժամանակակից լինելուց, անհրաժեշտ են նոր ճոպանուղիներ, նոր սահուղիներ, նորմալ սպասարկում, ինչը մենք ՀԱՕԿ-ի կառավարմամբ Ծառուկյան Գագիկի ղեկավարությամբ գործող չենք տեսնում, հակառակը տեսնում ենք այդ հանգստյան գոտու անկում, պարզապես անկում, ինչը բերելու էր նաև Ծաղկաձոր քաղաքի անկման, այնպես որ մենք մեր խոստումները շարունակում ենք կատարել, թալանվածը վերադարձվելու է ժողովրդին եւ մենք ունենալու ենք նաև այս դեպքում նորմալ հանգստյան գոտի, նորմալ լեռնադահուկային համալիր, որից օգտվելու են թե մեր քաղաքացիները, թե մեր հյուրերը եւ դրա շուրջ քաղաքն էլ շարունակելու է զարգանալ, լավ եղեք։ 10 օր ճիշտ այդքան պահանջվեց Նարեկ Կարապետյանից հասկանալու համար, ընդ որում բազմաթիվ սահմանադրագետների հետ խորհրդակցելով, որ սահմանադրական փոփոխություններ անելու համար անհրաժեշտ է ազգային ժողովի մանդատների 2/3-ը։ Ով գիտի մի 2 միլիոն դրամ է տողա ծախսել սահմանադրագետների վրա։ Նարեկ ջան, հարցնեիր ասենք, ձերիկ։ Ողջույն սիրելի հայրենակիցներ, հուսամ լավ եք, նախ ես ուզում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնեմ 740,000 Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, ովքեր շատ ամուր կանգնեցին մեր խաղաղության, անկախության, ինքնիշխանության, ժողովրդավարության եւ պետության կողքին։ 740,000 քաղաքացի լեգիտիմ իրավունք վերապահեցին ընտրված նոր իշխանությանը հանձինս Նիկոլ Փաշինյանի Հայաստանից արմատախիլ անելու օտար պետության ծառայողներին, օտար պետության շահերը սպասարկող բոլոր գործակալներին, ողջ լրտեսական ցանցի պատասխանատուներին բացահայտելու եւ արդարադատություն երկրում հաստատելու համար։ Ինչպես նաև սիրելի քաղաքացիներ, մենք ականատես եղանք, որ դեռևս ԿՀ-ն վերջնական արդյունքները չէր հրապարակել, բայց եռագլուխ մաֆիայի պարագլուխները փորձում էին երկրից փախչել Ռոբերտ Քոչարյանը, Ծառուկյանը եւ նաև Կալուգացու եղբոր որդին, բայց չկարողացան, քանի որ պետությունը գործում է։ Սիրելի քաղաքացիներ, պատասխանատվության ժամը եկել է, արդարության ժամը եկել է եւ ոչ ոք, ովքեր մեր երկրում ընտրակեղծարարությամբ են զբաղվել, բաժանել են ընտրակաշարք, վերցրել են ընտրակաշարք եւ բոլոր այն հանցագործները, ովքեր վնասել են այս տարիների ընթացքում մեր պետությանը, թալանել են, վաճառել են, մարդ են սպանել, բոլորը ամենայն խստությամբ կրելու են իրենց պատիժը, երկար տարիներ հայտնվելու են բանտում, այնպես որ սիրելիներս, հանգիստ եղեք, մենք ապրելու ենք, ապրում ենք եւ պետք է ապրենք միմիայն հզոր, զարգացող եւ
համաշխարհային մեծ նշանակության ունեցող պետությունում։ Սիրում եմ բոլորիդ, լավ եղեք։ 2026 թվականի հունիսի 7-ին Հայաստանի Հանրապետության քաղաքացին ու ժողովուրդը եւս մեկ անգամ հաստատեց, որ Հայաստանի ինքնիշխան, ժողովրդավար եւ մարդակենտրոն խաղաղ պետության կառուցումը այլընտրանք չունի։ Բայց ես հարց եմ ուզում ուղղեմ, իսկ ուր է մեր ընդդիմությունը։ Ուր է այն ընդդիմությունը, որ այս 5 տարիներին տարածեց ապակտեղեկատվություն, չեկավ բյուջեների քննարկմանը, մեծ հարցեր չուղեց եւ ընդհանրապես զբաղվեց միայն կեղծիկ ապատեղեկատվություն եւ վատ տրամադրություն տարածելով։ Հարց եմ ուղղում, ուր է մեր ընդդիմությունը։ Ապահովագրության վերաբերյալ օրական մի կարծիք հոդված ելույթ են ունենում, որ սպառված է, վերջացած է, քանդված է ժողովուրդ ջան եւ ստիպում են մեր քաղաքացիներին անընդհատ նյարդային ջղաձգումների մեջ լինել։ Ուր են նրանք, ինչու չեն եկել այսօր եւ հարցեր ուղղում։ Ու ինչի վրա է ծախսվել 2025 թվականի պետական բյուջեն։ Ինչպես ենք ծախսել պետական բյուջեն։ Չեն գալիս, չեն հարցնում, որտեվ իրենք էլ հստակ գիտեն, որ բացի կեղծիք տարածելուց ուրիշ արգումենտ դիտարկում չունեն, ցավոք սրտի։ Սամվել Կարապետյանի թիմակիցները կենտրոնական ընտրական հանձնաժողովից պահանջում են չեղյալ համարեն ընտրությունների արդյունքները, ինչ կարծիք ունեք այդ մասին։ Ծիծաղելի է ուղղակի, ծիծաղելի։ Դե որովհետև ես չեմ պատկերացնում։ Իրանք ինչքան լսում եմ ես, անօրեն բաներ են անում։ Չեն արել ըստ Դե ընտրակաշառքների մասին է խոսքը։ Ես անձամբ ինքս եմ լսել մեր բարեկամը Սամարայից զանգեր տվել, որ ստիպում են, որ իրանց գան Հայաստան բանանեն, այդ ընտրեն։ Սամվել Կարապետյանի մասին է խոսքը, այսինքն իրենք են համոզել, որ կան ընտրություններ։ Այո։ Եթե ես այդ ինֆորմացիան չունենայի, իրոք փաստորեն, ոչ թե այս ինտերնետով լսելով, ես նման կարծիք չէի կազմի գուցե։